Արդեն դժգոհությունները ալիքա բարձրանում եւ 100 օր երբ որ կլրանա հիմա 50 քանի օր է հաստատ բարձրացվելու է impeachment-ի հարցը արդեն խոսակցությունները դրա շուրջը կա եւ այլն մյուս կողմից էլ Թրամփը կհասկանա որ այդ իր բոլոր ծրագրերը Իրանի հետ կապված չաշխատեց Ռուսաստանի հետ կապված չաշխատեց վերադառնալու է real politics-ին ինքը մի տեսակ այսպես ռոմանտիկ բաներ ունի դա մեջ որ այսինքն այ ոնց թե ես այս բանն եմ եւ ես զարմացած եմ ես ուրիշ երևույթ եմ վերցնում որտեղ մոտից հետևում եմ օրինակի համար ասենք այդ տարիֆների հարցը Մեքսիկայի եւ Կանադայի դեմ այսինքն հայտարարել որ 25% մտցնում են Կանադայում դա տարիֆ դա գիտեք ինչ է դա ամերիկյան տնտեսությունը քայքայել է նշանակում որովհետեւ դու պիտի հաշվարկես ինչով կարող են հակադարձել դիմացները եւ բոլոր հաշվարկների մեջ Տրամփի երբ որ նայում ենք ինքը հակադարձման հաշվարկ չի անում ինքը մտածում այ որ ես այսպես կասեմ այսպես կլինի այ ես որ կասեմ Զելենսկուն որ ես քեզ չեմ տա ուրեմն վերջացավ ուրեմն ինքը կխեղճանա եւ կենթարկվի բայց ինքը չի մտածում որ դրա փոխարեն կարողա չգիտեմ Եվրոմիությունը մեջտեղ գա ասի դու չես տալիս մենք ենք տալիս